Բարի եւ օրհնյալ առավոտ, սիրելի հարազատներս, եկեք սկսենք Հայր մեր աղոթքով այսօր։ Հայր մեր, որ երկնքում ես, սուրբ լինի անունը քո։ Թող քո թագավորությունը գա, թող քո կամքը հաստատվի երկրի վրա, ինչպես երկնքում։ Մեր ամենօրյա հացը տուր մեզ, Տեր, եւ ների մեր մեղքերը, ինչպես մենք ներում ենք մեր պարտապաններին, ու մի տանիր մեզ փորձության, այլ փրկի մեզ չարից, քանի որ քոնն է արքայությունը, զորությունն ու փառքը։ Հավիտյանս հավիտենից։ Ամեն։ Թող այս աղոթքի խոսքերը, որ Հիսուսն է անձամբ սովորեցրել, մտնեն մեր սրտերի մեջ։ Մենք խորությամբ, Տիրոջ ողորմությամբ հասկանանք այս խոսքերի իմաստը եւ մեր կյանքերը փոխվեն ըստ այս խոսքերի։ Ամեն։ Վերադառնում ենք Հռոմեացիների նամակի մեկնաբանությանը ըստ իմ հովիվ Էբո Էսելի։ Անցյալ դասին խոսեցինք Հռոմեացիների նամակի առաջին գլխի 18-րդ խոսքի մասին, որ Աստված երկնքից բացահայտել է իր ցասումը ընդդեմ մարդկության, ամեն անաստվածության ու անարդարության դեմ, ովքեր իրենց անարդարությամբ ճնշում են ճշմարտությունը։ Եվ մենք քննարկեցինք, թե ինչ է Աստծո բարկությունը, իսկ այսօր քննելու ենք, թե ինչպես է Աստծո բարկությունը բացահայտվել մարդկության դեմ։ Բայց մինչ այդ կարևոր է ընդգծել այն փաստը, որ ավետարանը սկսվում է Աստծո բարկությամբ, ուղղված մարդկային ամբողջ անաստվածության ու անարդարության դեմ։ Հիշենք, 16-րդ խոսքը Հռոմեացիների նամակի ընդգծում էր այս կարևոր միտքը. ես չեմ ամաչում ավետարանից, որտև այն Աստծո զորությունն է փրկության համար, յուրաքանչյուր հավատացողի, նախ հրեայի, ապա նաև հույնի համար։ Եվ ապա Պողոսը շարունակում է ասելով, որ ավետարանում Աստծո արդարությունն է հայտնվում։ Այժմ Պողոս առաքյալը, ավելի ճիշտ նրա միջոցով, Սուրբ Հոգին սկսում է մեզ ավետարանի մանրամասն բացատրությունը տալ։ Հիշենք, որ Հռոմեացիների նամակը պարունակում է ավետարանի ամենահամապարփակ ու մանրամասն բացատրությունը, եւ շատ կարեւոր է, որ մենք այն ընկալենք եւ ընդունենք։ Եվ նա սկսում է մեզ ներկայացնելով Աստծո բարկության գաղափարը։ Սա կարևոր է հասկանալ։ Եթե չհասկանանք Աստծո բարկությունը մեր դեմ, չենք հասկանա ու չենք գնահատի ու չենք ընդունի Աստծո փրկությունը մեզ համար։ Ուրեմն ավետարանը սկսվում է Աստծո բարկությունից։ Մարդկային ամբողջ ցեղը գտնվում է Աստծո դատաստանի տակ եւ ժամանակի մեջ, այսինքն այս աշխարհի վրա, եւ հավիտենության մեջ, մեր մեղքերի պատճառով։ Մեղքեր, որ գործել ենք Աստծո դեմ եւ միմյանց դեմ, որոնք բխում են մեր մեղավոր բնույթից, որ ստացել ենք Ադամից ու Եվայից անկումից հետո։ Ողջ մարդկությունը, թե աշխարհիկ, թե կրոնական, բոլորը մեղավոր են, եւ հենց դա է, որ Պողոսը պատրաստվում է բացատրել եւ ցույց տալ մեզ հիմա։ Ավետարանի նախադրույթը, ավետարանի հիմքը Աստծո բարկությունն է, ու մենք էլ պիտի այդտեղից սկսենք, թե մեզ համար, թե երբ բացատրում ենք ուրիշներին, եթե իհարկե ցանկանում ենք համահունչ լինել Քրիստոսի ավետարանին եւ խաբնվածներ չլինենք։ Հիմա Աստծո բարկությունը ուղղված է մեղքի դեմ։ Ուստի երբ մենք մտածում ենք Աստծո ավետարանի մասին կամ փոխանցում ենք մեկ այլ մեկի, մենք պետք է սկսենք հիմքից, եւ հիմքը այն է, որ բոլորս մեղավոր ենք, եւ Աստծո բարկությունը բոլորիս վրա է մեղքի պատճառով։ Դրա համար է, որ Պողոսն ասում է, ապաշխարությունն ու հավատքը Քրիստոսի հանդեպ պետք է քարոզվեն բոլորին։ Ապաշխարության գաղափարը ենթադրում է Աստծո բարկության առկայությունը, որն ուղղված է ողջ մարդկային մեղքի դեմ։ Ուրեմն ավետարանը քարոզելիս սկսում ենք վատ լուրից։ Ավետարան նշանակում է լավ լուր, բայց լավ լուրը իմաստ չունի եւ փափագելի չի, եթե չկա վատ լուրը։
Վատ լուրի ֆոնը նկարում ես, որպեսզի լավ լուրը ընդունվի։ Ուստի բարի լուրը հռչակելիս եւ որպեսզի մենք ինքներս ճիշտ ընկալենք փրկությունը, պետք է սկսենք Աստծո բարկության վատ լուրից, որը բացահայտված է բոլոր մարդկանց մեղքերի դեմ։ Եվ մենք բոլորս ողջ մարդկությունը կանգնած ենք մեղավոր, սուրբ եւ արդար Աստծո առաջ։ Ոչ մի մարդ այս աշխարհում չի գնահատի ու չի բացի իր սիրտը Տիրոջ անունը կանչելու եւ փրկվելու համար։ Նրանք եւ մեզանից ոչ մեկը չի կարողանա դա անել, եթե Սուրբ Հոգին չհամոզի նրանց եւ մեր սրտերը մեղքի, արդարության եւ դատաստանի վերաբերյալ չբերի այդ հասկացողությանը։ Իսկ ինչպես է Սուրբ Հոգուն համոզում մարդու սիրտը մեղքի ու մեղավոր լինելու մասին։ Ինչպես է Սուրբ Հոգին մարդու սիրտը համոզում մեղքի, Աստծո արդարության ու դատաստանի վերաբերյալ։ Դա տեղի է ունենում, երբ մենք լսում ենք ճշմարիտ ավետարանը, կամ երբ մենք փոխանցում ենք ճշմարիտ ավետարանը մեկին, ընդգծելով նախ եւ առաջ Աստծո բարկությունը մարդկային մեղքի դեմ։ Եթե ավետարանը մարդուն բացատրելիս նախ ասես, որ Աստված սիրում է քեզ, դա նրան չի օգնի։ Եթե մեզ Աստվածաշունչը սկսեր մենակ ասելով Աստված սիրում է քեզ, դա մեզ չի օգնի։ Նախ մենք պետք է եւ ցանկացած մարդ իմանա, որ ինքը մեղավոր է եւ սուրբ ու արդար Աստծո առաջ կանգնած է որպես դատապարտյալ մեղավոր, եւ որ Աստծո ցասումը նրա վրա է։ Սա նաեւ ինձ ու քեզ է վերաբերում, եւ միայն դրանից հետո խոսում ենք Աստծո սիրո մասին, որ չնայած այդ ամենին Աստված ցանկանում է ազատել մեզ իր իսկ ցասումից եւ պատրաստել է այդ ճանապարհը, որ իր որդու միջոցով է։ Իհարկե, մարդիկ, ինչպես նաեւ ես ու դու, կհերքենք, որ մեղավոր ենք, որտեղ բոլոր մարդիկս ինքներս մեզ լավն ենք համարում։ Ուստի որպեսի մենք ու ամեն մարդ հասկանանք, որ մենք լավը չենք, որ մեր էությունը մեղքի պատճառով քայքայված է, մենք պետք է առերեսվենք Աստծո օրենքի հետ։ Աստվածաշունչն ասում է, որ Աստծո օրենքը սուրբ է, բայց օրենքը նախատեսված չէր արդարների համար, այլ անարդարների, մեղավորների համար։ Իսկ մենք բոլորս անարդար ենք ու մեղավոր ըստ Աստծո օրենքի եւ Աստծո առաջ։ Եթե հետևենք այս օրինաչափությանը, կհասկանանք, որ Պողոսը ավետարանը չսկսեց բացատրելով, ասելով Աստված քեզ սիրում է։ Հակառակը նա սկսեց ասելով Աստծո բարկությունը քեզ վրա է եւ դու մեղավոր ես։ Եվ բնական հարցը, որ այստեղից առաջանում է, ինչու է Աստծո բարկությունը ինձ վրա։ Մենք հարցնում ենք ինչու, որտեղ բնականաբար մենք մեզ չենք տեսնում որպես անաստված կամ չար մարդիկ։ Մեզանից շատերը մեծ ծամասնությունս մենք մեզ տեսնում ենք որպես լավ մարդիկ։ Հարաբերականորեն, մարդկային համեմատության մեջ, հա, ես նրանից ավելի լավն եմ, ես այս մեղքը չեմ գործել, այս ինչ ազգի նման չենք եւ այլն եւ այլն։ Բայց Աստծո օրենքի առաջ բոլորս մեղավոր ենք Աստծո առաջ։ Եվ կարևորը Աստծո արդարության համակարգն է, ոչ թե մեր կարծիքը, որտեղ Աստծո ցասումն ու դատաստանը գործում է ըստ Աստծո արդարության համակարգի, ոչ թե մեր կարծիքի։ Եթե մենք պնդենք ու առաջ գնանք մեր կարծիքով, մենք կկանգնենք մի դատաստանի առաջ, որտեղ մեր կարծիքը չի գործում, եւ մենք կկործանվենք։ Մենք պետք է հասկանանք, ինչպիսին է Աստծո արդարության համակարգը եւ ինչու է նա դատում։ Այսպիսով 19-րդ խոսքից սկսած Պողոսը ցույց է տալիս բոլոր հեթանոսների անաստվածությունն ու անարդարությունը։ Հիշենք, Աստվածաշունչը չի դասակարգում մարդկությանը այնպես, ինչպես մենք ենք անում։ Աստվածաշնչում ռասա հասկացողությունը չկա։ Մարդկային ռասայական բաժանումներ չկան Աստվածաշնչում, չեն համապատասխանում Սուրբ գրքին։
Սուրբ գրքում կա միայն երկու խումբ՝ հրեաներ և հեթանոսներ։ Մաշկի գույնի տարբերությունները ռասա չեն համարվում Աստվածաշնչում, կամ մեկ մարդկային ցեղ և տարբեր մաշկային մելանինի երանգներ։ Աստվածաշունչը եվրոպացիներին, ասիացիներին, ամերիկացիներին, կովկասցիներին, աֆրիկացիներին չի դիտում որպես առանձին ռասաներ։ Այն խոսում է մեկ մարդկային ցեղի մասին, բայց երկու խմբերի՝ հրեաների և հեթանոսների։ Ովքեր են հրեաները։ Սա ազգության մասին չէ։ Հրեաները ներկայացնում են այն ժողովրդին, որին Աստված ընտրել է իրեն մոտ լինելու համար, ուխտի ժողովրդին։ Սրա մեջ մտնում են ազգությամբ հրեաները և Քրիստոսին հետևող ժողովուրդը։ Իսկ հեթանոսները մնացած բոլոր մարդիկ են, Աստծո ուխտից դուրս։ Այսպիսով կա մարդկային միայն երկու խումբ, և հավատացյալների համար կարևոր է աշխարհին նայել Սուրբ գրքի տեսանկյունից, ոչ թե ընկած մեղավոր մարդկային գաղափարների միջոցով։ Շատ գաղափարախոսություններ հենց այստեղից են առաջանում, ստեղծելով կեղծ խնդիրներ, բաժանումներ, համակարգեր, որոնք չեն համապատասխանում Սուրբ գրքին։ Օրինակ, որոշ ուսմունքներ մարդկանց բաժանում են խմբերի, պիտակավորում կամ զոհի դիրքի մեջ դնում, մինչդեռ Աստվածաշունչը պարզապես խոսում է մարդկային մեղքի մասին, առանց նման բաժանումների։ Այսպիսով Սուրբ գրքում կա մեկ մարդկային ցեղ, բայց երկու խումբ՝ նրանք, ովքեր գտնվում են Աստծո ուխտի մեջ, և նրանք, ովքեր դրանից դուրս են, սակայն նույնիսկ սա բացարձակ սահման չէ։ Օրինակ, Աբրահամը, մեր հավատքի նախահայրը, սկզբում հեթանոս էր, իսկ հրեական պատմության մեջ, երբ որ մենք կարդում ենք Հին Կտակարանը, կա նաև հեթանոսների այլ օրինակներ, օրինակ Ռախաբը, Ռութը, Թամարը և ուրիշներ, և նրանցից գալիս է Հիսուսի ճյուղը, Հիսուսը ծնվել է այս մարդկանցից։ Ուրեմն Հռոմեացիների 1:19-32 հատվածներում Պողոսը սկսում է ցույց տալ նախ և առաջ հեթանոսների անաստվածությունն ու անարդարությունը, իսկ հետո երկրորդ գլխում ի ցույց կդնի նաև հրեաների անաստվածությունն ու անարդարությունը Աստծո ժողովրդինը։ Նա սկսում է ցույց տալ, որ մարդկային այս երկու խմբերն էլ մեղավոր են Աստծո առաջ և Աստծո դատապարտության տակ են և փրկության կարիք ունեն, բայց որպեսզի այս երկու խմբերն էլ կարողանան փրկվել, նախ պետք է հասկանան, որ մեղավոր են և որ Աստծո ցասումը մեզ վրա է։ Վաղը կշարունակենք Աստծո շնորհով, այսօր այսքանը։ Ամեն։